Ողջույն հայրենակիցներ, Alpha News-ի Լոս Անջելեսի տաղավարում այսօր զրուցում եմ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի հետ։ Ողջույն, պարոն Նազարյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ համար։ Շատ ուրախ եմ, որ ինձ ընդունեցիք եւ հրավիրեցիք Արթուր ջան։ Պարոն Նազարյան, ամենավերջի թեմաներից սկսեմ, Լոս Անջելեսը բավականին ծանր ժամանակներ ապրեց վերջին 2-3 շաբաթների ընթացքում։ Ուզում եմ իմանալ նախ ինչ կարծես թե հանդարտվել է ամեն ինչ անցյալում, թե դեռևս շարունակվում են ինչ-որ ցույցեր, հանրավակներ, ձերբակալություններ, բողոքի ակցիաներ եւ այլն։ Ինչ իրավիճակ է ընդհանրապես։ Շնորհակալ եմ, որ այդ նյութով է սկսում։ Դժբախտաբար այս նյութը ամենավերջի խնդիրն է, որ Լոս Անջելեսին խառն վիճակի մեջ է դրել, եթե չէ վերջի 6 ամիսներ արդեն բավականին դժվար ժամանակ են եղել քամիներով, կռակներով, անձրևներով, բյուջեի խնդիրներով եւ հիմա այս immigration-ի խնդիրները, որ տեսնում ենք։ Եվ դժբախտաբար բողոքները քիչացել են, ցույցերը քիչացել են, բայց խնդիրը ինքը բոլորովին չի ընդհատել եւ դեռ ավելի խիստանալու է եւ դժվարանալու է եւ բարդանալու է։ Խնդիրը նկատի ունեք ձերբակալությունները, այսի դրա մասին խոսենք։ Կա արդյոք գնահատական ի վերջո ինչ վնասներ եղան այս ընթացքում։ Գիտեմ, որ բիզնեսներ են տուժել եւ հիմա են տուժում, որտեղ մարդիկ վախենում են։ Ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Ավերածություններ եղան եւ այլն, գողություններ, այդ փաստերը արդեն ավարտված են, բայց գնահատել եք ինչ ծավալի։ Այդ փոքր մասը չեմ ուզում ոչնչացնեմ, որովհետեւ ով որ այդ վնասը ստացել է, իրենց համար շատ մեծ վնաս է եւ հասկանում եմ, հարգում եմ այդ, բայց այդ փոքր խնդիրն է ընդհանուր խնդիրի։ Այդ բողոքումները դժբախտաբար եղան, որովհետեւ մարդիկ շատ ջղայն էին։ Հասկանում եմ, ես էլ երբ որ 18-19 տարեկան եմ, ջղայնանում եմ, փողոց էի մերթում, բողոքում եմ, բայց չիմ քարուքանդում։ Դժբախտաբար այստեղ որոշ չափի էս բնավորությունը կա հիմա, որ այս վերջերս, որ մարդիկ սիրում են քանդել կամ կրակ գցել որոշ բաներին։ Այդ մեկ վայրկյան գրաղ դնենք, որովհետև այդ չմոռանանք Լոս Անջելեսը 469 square mile շրջան է։ Շատ հսկայական տեղ է եւ այս ինչ որ կատարվում էր միայն 5 square block-ի մեջ էր լինում։ Շատ քիչ տարածքի մեջ էր լինում։ Կես քառակուսի մայլ երևի։ Այո, ավելի քիչ։ Ավելի քիչ, այո։ Բայց այս ձերբակալությունները immigration-ի պատճառով խայտարակ վնաս են հասցնում մեր բոլոր համայնքներին։ Ինչպես։ Լինես հայ, լինես Middle East-ից, լինես Central America-ից կամ South America-ից, լինես ասիական երկրներից, որտեղից լինես խայտարակ հարված է ոչ թե այդ անձներին, այդ ընտանիքներին, որ հարվածը ստանում են, բայց նույն ժամանակ մեր քաղաքին, մեր շրջանին, չմոռանանք, որ Կալիֆոռնիայի մեջ, Կալիֆոռնիայի ամենակարևոր տնտեսական հատորներից մեկը agriculture-ն է, գյուղատնտեսությունը, եւ այդ աշխատանքը, եթե չունենանք մեր աշխատողները, որ շատերը գալիս են Հարավային Ամերիկայից կամ կենտրոնական Central America-ից, ահա որ ձևով կխփվի մեր գյուղատնտեսություն։ Եվ կարծես թե Թրամփը հետ նահանջ արեց, չէ՞։ Բայց տարբերություն չունի գյուղատնտեսության եւ հյուրանոցների, ռեստորանների աշխատողների։ Իր խոսքի վրա վստահություն չունի ոչ մեկը, որովհետեւ երբ որ ինքը փողոցի վրայից, երբ որ տեսնում է մի հոգի որոշ գույնի կամ թուխություն ունի, իրեն ձերբակալում են տեղն ու տեղը առանց ընտանիքին մի բան ասելու, այսինքն իրականից այս դարձել է կարծես թե Գերմանիան 1930-ական թվականների մեջ Հիտլերի ժամանակ շատ ամոթ է եղել, որ Ամերիկան այս օրին է հասել հիմա։ Մարդկային տեսակետից խայտարակ է, խայտարակություն է, շատ վատ հարված է, բայց մյուս կողմից տնտեսական խնդիրի կողմից շատ վատ է։ Չմոռանանք Լոս Անջելեսի մեջ ընդհանուր Լոս Անջելեսի բնակչության մեջ, որ 10 միլիոն բնակիչ ունենք, համարյա 10%-ը undocumented է։ Այսինքն
10%-ը մեր տնտեսության աշխատողների կազմում են այդ ժողովուրդը, որ հիմա ձերբակալվում են եւ հետ են ուղարկվում։ Եթե իրենք այս գործը չանեն, ով է անելու։ Լավ, հիմա փորձեմ հակադարձել ոչ թե իմ կարծիքով, ես էլ իհարկե մեր հայրենակիցներից շատերը կամ ձերբակալվել են կամ կձերբակալվեն, իհարկե ես կարծում եմ խնդիրը այլ կերպ պիտի լուծվի, բայց ամեն դեպքում հիմա ինչ է ասում ֆեդերալ իշխանությունը։ Ասում է վերջին 1-2 տարիների ընթացքում 10 միլիոն, եթե ոչ ավել, անօրինական միգրանտներ են եկել Միացյալ Նահանգներ եւ դրանց մեծ մասը հիմնականում դեմոկրատ քաղաքներում են Լոս Անջելես, Նյու Յորք եւ այլն։ Հիմա այդ անօրինական միգրանտներին եւ ասում են նաեւ ասում են, որ Օբաման 2-3 միլիոն ավելի շատ մարդ է դեպորտարել, քան հետաքրքիր է, որ այդ խոսքերը ասում են, որովհետեւ ճիշտ են, ծուռ նստենք ճիշտ խոսենք մեկ վարքյան։ Los Angeles-ից դուրս, San Francisco-ից դուրս շատ Republican շրջաններ են մնացած տեղերը։ Եվ այդ դրանք է, որ շատ գյուղատնտեսական աշխատողների կարիքը կա եւ ահավոր չափանիշով։ Այո, բայց մինչ այդ գյուղատնտեսությունը չէր աշխատում, մինչև այս վերջին 2 տարին, երբ որ մասսայական լծվեցին։ Վերջի 40 տարին այս աշխատողները եկել են Հարավային Ամերիկայից։ Հա, բայց հիմա դեպորտ են անում վերջին 2 տարիների եկածներին հիմնականում, չէ՞։ Deportation միշտ եղել է։ Ասում եմ Օբամայի օրոք 2 թե 3 միլիոն մարդ է դեպորտարվել։ Ոչ ոք չէր բողոքում միջալոց։ Չէ, որովհետև deportation-ը միշտ լինում է, բայց deportation-ը մանավանդ այդ մարդկանց է target անում, որ սխալ գործունեության մեջ են եղել, գողություն են արել, մարդ են սպանել կամ FBI wanted list-ի մեջ են։ Այդ մարդիկ criminal record-ում։ Այո, criminal record-ը եւ այս մարդիկները պետք է անպայման հետ ղրկվեն կամ բանդ երթան։ Բայց այս շատերը հիմա որ ձերբակալվում են, իմ ու քո նման անձնավորություններ են, որ եկել են այս երկիրը եւ ճիշտ ձևեր օրինական ճանապարհով փորձում են արտադրվեն եւ դառնան քաղաքացի։ Հիմա որոշները սխալ ձևով են եկել եւ հիմա փորձում են ճիշտ քայլերը վերցնեն, կամ որոշները եկել են երբ որ ասեմ ես եւ դու, ես այստեղ political asylum-ի վրա եկա, որովհետեւ ընտանիքս Պարսկաստանից եկավ, ես եւ մայրս եկանք եւ երբ որ այստեղ տեղափոխվանք, political asylum վերցրանք, որ հետ չերթանք։ Եթե մեկ հատ թուղթի սխալ գործ ելներ, եթե թուղթը գործվեր, ես դեպորտ էին անել։ Այո, օրինավոր չի։ Հիմա տեսեք, ֆեդերալ իշխանությունն ասում է, որ սահմանը անօրինական հատելը դա հանցագործություն է։ Այսինքն իրենք ունեն հանցագործ ռեկորդ, պետք է իրանց դեպորտ անեն։ Բայց գիտեք, որն է ձեր պատասխանը։ Տարիներ է, որ այս խաղը խաղացվում է։ Չէ, եթե մեկը եկել է իրավական ճանապարհով դիմել է ապաստան ստանալու, հետո այդ պրոցեդուրաներն անցել է, դառնում է քաղաքացի կամ բայց ինչու 40 տարի առաջ չարտադրեցին ավելի։ Գիտեք, որովհետև այս է խնդիրը, խաղը այս է եւ ճիշտությունն ենք հիմա փորձում մատուցել ինչքան կարող ենք։ Տնտեսական աշխատանքի տեսակետից օգնությունը պետք ունենք աշխատողների։ Այո։ Բայց հետո քաղաքական ընտրությունների ընթացքին մեղադրում ենք, որ ինչու մեր երկրի մեջ այսքան անօրինավոր անձնավորություններ կան։ So երկու կողմից խաղ է լինում։ Մեկ կողմից օգնություն է ստացվում աշխատանքի բերումով, մյուս կողմից օգնություն ենք որոշ տեխնացուներ սիրում են օգնություն ստանան մեղադրելով այս անձնավորություններին, որ աշխատում են եւ աշխատանք են գործ են առաջ տանում, որ երկիրը քաղաքը նահանգը առաջացնեն։ So երկու կողմից խաղ է խաղացվում։ Մյուս կողմից դուք անվտանգության խնդիր չեք տեսնում։ Հիմա ասեմ ինչ։ Ժողովրդագրական պատկերի փոփոխություն, օրինակ որ անօրինական միգրանտները նույն ձեր ասած, ասենք Լատինական Ամերիկայից, որ մտնում են այստեղ, հետագայում իրենք դառնում են իհարկե դեմոկրատ եւ տեղ արտահանվում են, ես ասում եմ այն ինչ որ ֆեդերալ իշխանությունը կամ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ասում, անպայման չի որ ես համաձայն լինեմ, ուղղակի ասում եմ ձեզ, որ բայց սխալ եք ասում, swing state-ները կարող են փոխվել, Արտուր ջան, սխալ է, հա, ես ասեմ դուք պատասխանեք, այդ
conclusion հասնելը սխալ է։ Արագ դառնում են քաղաքացի եւ այսինքն swing state-ը փոխվում է կապույտի, այսինքն դառնում է դեմոկրատ նահանգ։ Այդպիսի խնդիր են տեսնում եւ նաեւ դրսից միջամտության խնդիր են տեսնում, որ օրինակ ապագայում Միացյալ Նահանգների նախագահի տեխնացուն կարող է որոշվել օրինակ Մեքսիկոյում կամ չգիտեմ Չինաստանում եւ օրինակ են բերում, հիմա տեսեք Նյու Յորքում դեմոկրատական պրայմերիներին հաղթեց ուրեմն անձնավորություն, ով նախ մահմեդական է, երկրորդ կոմունիստ է հայացքներով, այսինքն Չինաստանի կոմունիստական կուսակցությունը շատ մեծ ազդեցություն ունի դեմոկրատ նահանգների վրա։ Որն է ձեր պատասխանը, խնդրեմ։ Բայց գիտեք, շատ դժվար է պատասխանել մի բան, երբ որ կեսից ավելի միտքերը մեջը իրականություն չեն։ Որը օրինակ։ Նախ եւ առաջ հասկանանք, որ Ամերիկան բաղկացած է իմիգրանտ, զանազան իմիգրանտ համայնքներից։ Այո, բայց օրինական։ Ոչ, ամենը օրինական չէին։ Այսինքն դուք կողմ եք անօրինական միգրացիային։ Բայց տեսեք խոսքը փոխում եք հիմա։ Չէ, ես չեմ ասում կողմնական եմ illegal immigration-ի։ Ես ասում եմ, որ անցյալներում ինչպես են մարդիկ եկել ստեղ, զանազան քանակներ, ինչքան հույն եւ հայ եւ ասորի 1920-ական թվականներին եկան Ellis Island-ի միջոցով, ինչքան Այրլանդից են եկել, Սկոտլանդից են եկել Ellis Island-ի միջոցով իտալացիներ, լեհեր, ամեն տարիների ընթացքին, ամեն շրջանակների ընթացքին ունեցել ենք տարբեր immigration-ներ։ Մեկ ժամանակը էլ է, որ հիաներն են շատ եկել, իտալացիները, այրիշները։ Երկու տարում 10 միլիոն մարդ չի եկել, պարոն Նազարյան, եւ մեծամասնությունը անօրինակ։ Բայց այդ թիվերը ունեք 20-ական, 30-ական, 40-ական թիվերից մենք ահրելի մեր համայնքը երկրի թիվեր անգլերեն ասեք։ Մեր population growth-ը ահրելի ուժեղացել է, շատացել է վերջի 100 տարվա մեջ։ Եթե նայեք Ամերիկան բաղկացած էր շատը Այրլանդից կամ Անգլիայից եկած բնակիչներով, ժամանակի ընթացքին հետո Իտալիայից եկան ու զանազան տեղերից սկսան ավել շատանալ, բայց եթե նայեք շատ immigration-ը եղավ 1800 թվականների վերջերից մինչև այսօրերը։ Եվ այդ ընթացքին էլ ասեմ, շատերը չեն երթում միջին նահանգների մեջ, երթում են դեպի Կալիֆոռնիա կամ Նյու Յորք։ Որովհետև sanctuary state-ը, այսինքն տեղական իշխանությունները չեն համագործակցում ֆեդերալ իշխանությունների հետ։ Չէ, որովհետև միշտ առիթներ կար ավելի, բացամիտություն կար եւ ավելի առիթներ կար։ Չմոռանանք, որ Ամերիկայի հարավային նահանգները սիրում էին, որ տիրեին ուրիշ անձնավորություններին 100 տարիներով։ Շատ լավ։ Այդ մթնոլորտի մեջ նոր immigrant-ը, որ գալիս է այս երկիրը, չուզենա այդպիսի նահանգ երթա։ Երթա մի նահանգ, որ ավելի բացամիտ են եւ ավելի մարդամոտիկ են։ Շատ լավ։ Մյուս ուրեմն պատճառաբանությունը կամ մեղադրանքները դեմոկրատ իշխանությունների հանդեպ այն է, որ տեսեք այս անօրինական միգրանտները, որոնք անօրինաբար հատել են սահմանը, եկել են այստեղ, այսօր ունեն բոլոր պետական բենեֆիտները, պետությունից ստանում են եւ օգնություն, եւ առողջապահական օգնություն, ինշուրանս, health insurance եւ դրամական օգնություն եւ food stamp եւ մնացած բոլորը, այնինչ Միացյալ Նահանգների քաղաքացիները, որոնք մի քանի սերունդ ամերիկացի են, չունեն դա եւ ստիպված են մի քանի տեղ աշխատել, որպեսզի իրենց կարողանան վարձը կամ մորգեջը փակել։ Արդյոք դա անարդար չէ։ Okay, ես ձեզի այս ձևով հարցնեմ։ Դուք գիտեք, որ մինչև հիմա Social Security Fund-ը insolvent կլիներ, այսինքն դրամ չեր ունենա մեջը եւ կվտարվեր։ Եթե չլիներ undocumented immigrant-ների պատճառով, որ առանց իրանց Social Security card-ը ունենալով ուրիշների Social Security թիվերի միջոցով դրամ են աշխատածից որոշ մասը երթում է Social Security Fund-ի մեջ եւ այս գումարներն են, որ իրանք երբեք չեն ստանալու, բայց այդ գումարները, որ երթում են այդ ֆանդի մեջ, բիլիոն դոլարների չափ տարեկան իրավունք է տալի, որ Social Security Fund-ը կայուն մնա։
Ինչու այդ գիտեք այս խոսակցությունները դառնում են այդպիսի, որ միայն վատ կետերն ենք միշտ ցույց տալի եւ լավ կետերը ցույց չենք տալի։ Եվ լավ կետերը չպետք է մոռանանք, մանավանդ ինչպես մի ազգ, մի ժողովուրդ, մենք հայերս, որ մենք ինքներս immigrant-ներ ենք եղել։ Մենք ինքներս պետք ենք ունեցել, որ Ամերիկան իր դուրերը բացի, կամ Պարսկաստանից, որտեղ որ իմ ընտանիքս եկավ, կամ Հայաստանից, սովետական միությունների նահանգներից, կամ Լեբանանից, որտեղ որ խնդիրները Իրաքից, որտեղ միջերկրական երկրներից, երբ որ խնդիրներ էր առաջանում, առաջի տեղը, որ շատերը տեղափոխվում էին, Ամերիկա է եղել, եւ առիթներ են ունեցել եւ առաջացել ենք։ Այո, ոչ ոք դեմ չի դրան, բայց օրինական ճանապարհով գալու մասին է խոսքը։ Բայց ամենս օրինական ձևով չենք եկել այստեղ։ Իհարկե օրինականացել եք, չէ՞, դիմել եք պրոցեդուրը։ Լավ, այդ թեման թողենք, մենք շատ հարցեր ունենք ձեզ տալու, պարոն Ազարյան, մանավանդ Լոս Անջելեսի մասին, ուրեմն Լոս Անջելեսը մեր, քանի որ մեզ դիտում են բոլոր տեղերում, ուզում եմ մենակ մարդիկ ամենս հիշենք, ամենս դժվար քայլերի մեջից ենք անցել, ինչա որ հիմա մենք գուցե ինչպես համայնք ավելի լավ տեղ ենք, չպետք է նայենք ուրիշին, որ դժվար վիճակի մեջ է եւ դուրը վրան կողմենք, պետք է առիթը տանք։ Ես հակառակը կարծում եմ, որ պետք է այդ մարդկանց ճանապարհ տալ, որպեսզի իրենք դառնան, ասենք, օրինական քաղաքացիներ։ Իմ կարծիքն է։ Ես պարզապես ուղղում եմ հարցեր, որոնք ֆեդերալ գավերնմենթն է մեզ ասում, որ ինչի ենք դեպորտ անում, ես հարցը ուղղում եմ ձեզ, որ դուք պատասխանեք։ Հիմա Լոս Անջելեսի մասն եմ ուզում ձեզ հարցնել, որովհետև վերջին անգամ որ մենք այստեղ զրուցեցինք, դուք դեռ տեխնացու եք, թե արդեն ընտրվել եք, բայց դեռևս չեք աշխատում։ Նոր եք ընտրվել։ Եվ մենք, այսինքն մենք վաղուց գիտենք, որ ամենամեծ մի քանի խնդիրներ կան, բայց ուզում եմ մեկի մասին անպայման խոսել, որովհետև այդ խնդիրը կարծես թե չի լուծվում եւ ավելի է մեծանում։ Դա անօթևանների խնդիրն է։ Պաշտոնական տվյալներով 75000 անօթևան մարդ է բնակվում Լոս Անջելեսում, այդպես է։ Այո, անօթևաններ։ Այո, եւ Լոս Անջելեսի բյուջեն այս տարվա 14 միլիարդ դոլար է, որից մոտարապես 1 միլիարդ, մի քիչ, չէ, 900 միլիոն ծախսվում է, ուրեմն այդ անօթևանության այսինքն այդ խնդիրը վերացնելու ուղղությամբ, բայց խնդիրը ոչ թե չի վերանում, այլ նաև ավելի է շատանում անօթևանների թիվը։ Միգուցե կրճատում է շատ քիչ եւ վերջերս ես կարդում էի մի զեկույց, ըստ որի երբ որ այդ ծախսը եւ ոչ միայն Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայի մասշտաբով, օրինակ Գավինուսումին մեղադրում են, որ մոտարապես 30 միլիարդ դոլար փող է ծախսել, բայց հոմլեսների թիվը ավելի է շատացել։ Ինչ կասեք այս մասին, ինչ է արվել եւ ինչ է արվում։ Նախ եւ առաջ պետք է նայենք, տեսնենք ինչպես այստեղ հասանք, չէ՞։ Այս մեկ գիշերվա ընթացքին չեղավ։ Համարյա վերջի 40-50 տարվա ընթացքին է այս եղել։ Եվ եթե ուզում ենք մեղադրենք Democrat Republican, կարող ենք ասենք, որ Republican նախագահի կոնկրետ խոսում Լոս Անջելեսի մասին։ Republican նախագահի ընթացքին էր, որ հիվանդանոցները երբ որ կողպվեցին, mental health institution-ները կողպվեցին, որտեղ շատ վտանգավոր վիճակ է ստեղծվել այդ հիվանդանոցներում։ Ով որ այս mental health խնդիրներ ուներ, քանց դե ընդունվեին տուներ կամ հիվանդանոցներ փողոց եկան։ So այս homeless-ի խնդիրը մենք ունեցել ենք շարունակաբար վերջի 40-50 տարիների ընթացքին։ Այդտեղից շատացավ, բարդացավ, դժվարացավ եւ homeless-ների խնդիրը դարձավ այդպիսի, որ ոչ թե որ եթե հանգարց տունը կորցրան կամ ապրելու տեղը կորցրան, բայց դարձավ ավելի mental health խնդիր եւ addiction-ի խնդիր, ով որ թմրացուցիչ է կամ ճարեր են օգտագործում։ Եթե ուզում ենք անցնենք եւ դեպի կարողանանք օգնենք այս խնդիրների մեջից դուրս գանք, պետք է դրամ ծախսենք եւ կարողանանք մարդկանց ապահովել այդպիսի կյանք, որ թմրացուցիչ չգործածեն, որ այդ օգնությունները ստանան, որ իրենց իրավունք չի տալի, որ նորմալ կյանք ապրեն եւ դժբախտաբար իրենց mental health-ի պատճառներով փողոցն են իրենք գտնում։
Որ տոկոսն է այդ mental health-ի, կարծեմ 20%-ից ավելի, բայց պատահած անգամ էլ այնց դժբարթանում է խնդիրը, չես իմանում ինչ առաջ եկավ, թմրոցուցիչ գործածել, ճարուկ գործածելը կամ mental health խնդիրը, որովհետև մեկը մյուսին ազդում է, երբ որ երկար ամիսներ կամ տարիներ արդեն մարդիկ անտուն են մնում։ Պետք է տեսնել, համարյա 20%-ը որ փողոցներում են ապրում, անցյալում եղել են մեր ապահովական military-ի մեջ։ Այդ դրա մասն է ուզում հարցնել, դա ուղղակի խայտառակություն է աշխարհի ամենահարուստ երկրում, պատերազմների մասնակցած Իրաք, Աֆղանստան վետերանները այսօր փողոցում են։ Այո։ Դա ուղղակի ամոթ է։ Ամոթ է, եւ ձեզի դրա համար այս նկարագիրը փորձում եմ բացատրեմ եւ ներողություն եմ հայտնում դիտողներին, որովհետև դժվար է պատահած անգամ անգլերենից թարգմանել հայերեն միտքս։ Բայց շատ ամոթ է, երբ որ այս խնդիրները տեսնում ես, բայց հետո տեսնում ես ինչու են շատերը գալի դեպի Լոս Անջելես։ Ուրիշ նահանգներից գալիս են այստեղ։ Ուրիշ նահանգներից։ Մենք ունենք Լոս Անջելեսի շրջանում ունենք համարյա 25%-ը ընդհանուր ամբողջ Միացյալ Նահանգների։ Այո, ընդհանուր Լոս Անջելեսում ամբողջ Ամերիկայի հոմլեսների, այսինքն անօթևանների 25%-ն է։ Համարյա, այո, ընդհանուր նահանգի մեջ ունենք համարյա 40-ից 45%-ը։ Այո, նահանգում կարծեմ 180,000 այո, հոմլես հիմա։ Եվ ինչ է ասում այս, շատերը ավելի պաղ տեղերում, նահանգներում, քաղաքներում չեն կարող դիմադրեն, գալիս են դեպի ավելի տաք տեղերը։ Այդ մե խնդիրներից է։ Եվ երբ որ տեսնում ես, որ այդպիսի խնդիրներ կա, եւ մարդիկ նահանգ են փոխում կան ավելի տաք տեղեր, նշանակում է, որ federal government-ը պարտադրություն ունի, որ ավելի օգնություն տա այս խնդիրների մասին, եւ իրենք չեն անում։ Իրենք թողնում են, որ նահանգները այս խնդիրները արտադրեն։ Եվ եթե California federal government ինչպես դի դա վճարի, այսինքն գումարի հատկը չի տալիս գումար։ Հերիք չի տալի, ոչ։ Բոլորովին հերիք չի տալի, որ կարողանանք այս աշխատանքը բավարար չի, որ աշխատանքը կարողանանք տանենք։ Դա համար քաղաքը պետք է իր բյուջեից ծախսի։ Եվ քաղաքը եթե իր բյուջեից է ծախսելու, այսինքն փողոցները չի նորոգելու, այսինքն sidewalk-ները չի նորոգելու, այդ լրիվ գործերը բայց տեսեք, ես եթե չեմ սխալվում, հետաքննություն կա, investigation, այդ գումարները, որոնք ծախսվել են հոմլեսների խնդիրը վերացնելու ուղղությամբ, արդյունավետ չեն եղել, efficient չեն եղել, չէ՞։ Եվ եթե չեմ սխալվում, կարծեմ հիմա այդտեղ գործ կա, հետաքննություն, investigation-ա, չէ՞, ընթանում։ Շատերը նույնիսկ չեմ հիշում ինչ պաշտոնյա է, այդ գումարները ուղղում են ինչ-որ հասարակական կազմակերպությունների, NGO-ների, որոնք իբր խորհրդատվություններ տան։ Այսինքն ստացվում է, որ գումարները փոշիանում են այդ NGO-ների մեջ։ Իսկ այդ NGO-ները ինչով են զբաղվում, այդ փողոցի ցույցերով կամ մեկ ուրիշ խնդիրներով, այդպես խորհրդատվություն, ինչ են խորհուրդ տալիս։ Այսինքն կարծում եմ նաև այդ կառավարման խնդիրը կա։ Եթե չեմ սխալվում, ձեր ուրեմն վերջին մի քանի ամսվա ընթացքում շատ ճիշտ որոշում եք կայացրել LA, ինչպես է կոչվում, Լասայից վերցնելով ուղիղ հենց հոմլեսների խնդիրը լուծելու ուղղությամբ ճիշտ որոշում եք կայացրել, այսինքն չեք կարծում, որ այստեղ նաև արդյունավետ կառավարման խնդիր կա, efficient governance, շատ այս մասին կուզեմ մի քիչ մեզ ներկայացնեք ինչ է եղել եւ հիմա ինչ է արվում։ Դժբախտաբար Լասան վերջի 30 տարի, այո, Լասան վերջի 30 տարիները ցույց է տվել, որ չի կարողանում ուղղակի այս աշխատանքը տանի, առաջ տանի։ Եվ Լասայի միտքը ինչ էր, երկու տարբեր կառավարություններից բաղկացած ինքը կառավարական մարմին է։ LA County եւ Los Angeles City։ Ինչու, որովհետև Los Angeles City-ն օգնում է Լասային, որ տունիկներ կամ ապրելու տեղեր արտադրել տան, որովհետև քաղաքի աշխատանքն է այդ, որ շինարարությունով օգնել եւ zoning-ը ճիշտ ձևով առաջ տանել, որ ապրելու տեղեր լինեն այս բնակիչների համար։ County-ի աշխատանքը այն է, որ mental health եւ healthcare facilitator-ը լինի, առողջապահական խնդիրները արտադրեն եւ օգնեն։ Դրա համար երկու կառավարական մարմինները իրար հետ այս
ուրիշ երրորդ կառավարական մարմինն են ստեղծել լասայի պես, որ այս աշխատանքը առաջ տանի, բայց վերջի 30-35 տարիները փաստորեն ցույց է տվել լասան չի կարողանում աշխատանքը առաջ տանի, որովհետև երբ որ հոմլեսների թիվը խայտառակ ձևով շատացավ վերջի 10-15 տարվա ընթացքին, եւ մի բան էլ պետք է ճիշտը ասենք, հոմլեսի թիվերը միշտ բարձր էին, բայց կոռուպցիայի մասն եմ ես հարցնում, այնտեղ կոռուպցիա էր արձանագրվել, well, չենք տեսնում այս թիվերը, որովհետև շատ անգամ փախկված էին downtown-ի շրջանների մեջ, այդ շենքերի մեջ, որ չին գործածվում, բայց այդ շենքերը երբ որ սկսան արտադրվել եւ գործածվել, Skidrow նկատի ունեք, բայց Skidrow-ից էլ անց շատ շենքեր կային, որ տարիներ չեն օգտագործվում եւ այդ շենքերի մեջ են ապրում շատերը, բայց այդ շենքերը երբ որ renovation-ից անցան եւ հիմա դարձան ապրելու տեղեր, այդ homeless population-ը դուրս եկավ downtown-ի շրջանից, եկավ մնացած շրջանների մեջ Los Angeles-ում եւ Լասան երբեք չէր պատրաստվել, որ այդ քանակով homeless-ի այդ բարձր քանակով homeless ապրողների կարողանար օգներ կամ ճիշտ ձևերով փորձեր իրենց տեղավորել տուների մեջ So շատ ավելի inefficient են, խնդիրը այդքան չի որ corrupt են, ավելի կոռուպցիոն դեպքեր են եղել, չէ՞։ Չգիտեմ, որ պաշտոնյան իր կնոջ թե ամուսնու հասարակական կազմակերպություններ փոխանցել եւ այլն։ Այդպիսի դեպքեր դժբախտաբար ես առաջինը կնինեմ որ ասեմ կառավարության մեջ կամ public կամ private-ի մեջ միշտ այդ խնդիրները կան, բայց այդ խնդիրներից է որ այդքան corruption-ի հետ կապ չունի, ինչքան որ inefficiency եւ չիմանալ ինչպես աշխատանքը առաջ տանել, որովհետեւ տարիներ չեն շնորհքին ձևով արել։ Դրա համար երբ որ քանակը շատացավ, չէին իմանում որտեղից սկսեն եւ ինչպես կարողանալ գործը առաջ տանել եւ հիմա փոփոխություն պետք է։ Շատ լավ, ամեն դեպքում էլի հարցեր ունեմ, բայց ցավոք մեր ժամանակը սահմանափակ է, բայց երկու հարց ունեմ ձեզ տալու թեմայից դուրս։ Եվ կխնդրեմ հնարավորինս ամփոփ պատասխանեք, նախ գիտենք այս օրերին ուրեմն Իրան-Իսրայել այդ հակամարտությունը եղավ, եւ իդեպ Լոս Անջելեսի քաղաքապետը ասաց, որ մենք ուշով հետևում ենք, որ false flag operation-ներ կարող են լինել եւ այլն, terroristական եւ այլն, ինչպիսին է այդ իրավիճակը եւ նաեւ կուզեմ ձեր կարծիքը իմանալ այս 12-օրյա պատերազմին, որը հավակնում էր դառնալ 3-րդ համաշխարհային եւ բարեբախտաբար չդարձավ։ Բարեբախտաբար չդարձավ, բայց դեռ չենք իմանում։ Դուք իդեպ Իրանից եք եւ շատ ավելի լավ գիտեք այնտեղ ինչ է կատարում։ Շատ մտահոգեցիչ է, որովհետեւ նույն ժամանակ էլ instability է պատճառում ընդհանուր այդ շրջանի համար, այսինքն այդ Հայաստանի համար ինչ միտք ունի, ինչ միտք ունի մնացած ուրիշ տեղերի մեջ համար, այդ շրջանի համար, խայտառակ վտանգավոր վիճակ է ստեղծում, խայտառակ tense վիճակ է ստեղծում, որ կարող է ունենալ ուրիշ ազդեցություններ, ուրիշ կռիվներ են կարող փոքրիկ ավելի շատանալ, որովհետև ամեն մարդ հիմա կարող է առիթը օգտագործել, որ իրենց հաշիվները արտադրել, եթե ուզում է։ So essence վիճակներ շատ վախենալի եւ անհանգիստ վիճակ են ստեղծում եւ շատ մտահոգեցիչ է։ Ես բոլորովին չեմ գնահատում Ամերիկայի արած բանը, որովհետև երբ որ ամերիկական զորքերը հարձակվեցան Պարսկաստանի վրա շաբաթ օրը, այդ առաջ շատ կարճ հարձակում էր 12 ռումբ նետեցին, թե 14 ու վերադարձան։ Բայց այդ կարող էր շատ հեշտ ձևով զայրացնել խնդիրը։ Այսինքն պետք է թողեր Ամերիկան, որպեսզի Իսրայելը եւ Իրանը իրար հարցնեն։ Ոչ, պետք է փորձենք ինչքան կարող ենք de-escalate անենք եւ խնդիրը դադրեցնենք։ Հիմա ձեզ խաղաղությունը երկարատև կլինի, թե ամեն դեպքում կարող են կողմերը խախտել եւ նորից վերսկսել։ Կապ ունի Ռուսաստանը ինչ անի այս խնդիրի մեջ, կապ ունի Թուրքիան ինչ անի այս խնդիրի մեջ, կապ ունի Չինաստանը ինչ անի այս խնդիրի մեջ։ Գիտեք, այս մի հատ ինչպես վոլկանոյի պես տեղ է,
եւ կապ ունի որ դրանքից ինչ ուժեր են խառնվում եւ ինչ ձևով է դուրս գալու, չէ՞։ Եթե շատ ուժ չկա տակը, կդադրի եւ վոլկանոն չի պայթի, բայց եթե շատ ուժերը խանգարում են ներքին, կարող է այս շատ վտանգավոր։ Շատերն ասում են, որ Իսրայելի նպատակը այնտեղ ռեժիմի փոփոխությունն է, ռեժիմ change, եւ չի հանդարտվելու Իսրայելը, քանի դեռ ռեժիմի փոփոխություն չի եղել Իրանում։ Պետք է չմոռանանք, որ Իսրայելն է նույն ժամանակ վախ ունի, ճիշտ ինչպես Հայաստանն է միշտ վախ ունեցել, երբ որ դու փոքրիկ քանակ ես, փոքրիկ ազգ ես եւ ապրում ես մեծամասնությամբ տարիների ընթացքին թշնամիների միջև, որ ամենը քեզի փորձում են վտերացնել, միշտ այդ վախով ես ապրում եւ փորձում ես, որ ապահովես ինքդ քեզի։ Իսրայելը կարողացել է Իրան ապահովի, դժբախտաբար Հայաստանը չի կարողացել Իրան ապահովի։ Եվ հիմա ուզում գանք Հայաստանին, համոզված եմ տեղյակ եք, թե ինչ էր կատարվում, թերևս ժամանակ չունեք, բայց ձեռքի հետ նաև հետևում եք հայաստանյան եկեղեցի պետություն հարաբերություններ եւ հենց այսօր թերևս երևի տեղյակ եք կամ չգիտեմ չեք հասցրել հետևել մասսայական ձերբակալություններ Բագրատ Սրբազանին, ակտիվիստներին, ինչ որ այդպես պատմություն թե իբր զենքեր նկարում ցուցադրում, ինչ որ հեղաշրջում էր կազմակերպվում։ Իհարկե դա ծիծաղելի է իմ համար, բայց կուզեմ ձեր կարծիքը իմանալ։ Ինչ է կատարվում այնտեղ աշխարհում, ինչ է տեղի ունենում Հայաստանում, ինչով են զբաղված իշխանությունները։ Կարծես թե իրենք Մարսի վրա են ապրում, աշխարհի այս խնդիրները իրենց չի վերաբերվում։ Շատ ցավալի է ինչա կատարվում, այսինքն ցավը ցավի վրա է աշատանում։ Արցախի խնդիրը դեռ վերքը դեռ չեմ անում երբ կծածկվի, երբ կլավանա եւ արդեն ուրիշ խնդիրների մեջ ենք մտնում եւ միայն միշտ այդ վախը կա, որ հարձակում է լինելու, ինչ վտանգ է լինելու, ինչ խաղեր են խաղացում եւ ինչ վստահություն ունենք մեր ղեկավարների համար Հայաստանի մեջ։ Դժվար է այստեղ նստելը եւ խոսելը, հեշտ է բողոքելը եւ ջղայնանալը եւ շատ ջղայնանալու խնդիրներ կան, բայց որոշ չափի էլ չենք իմանում որտեղից ինչ խնդիրներ կա եւ ով է պատճառը այս խնդիրների։ Չես իմանում ինչ քանակով ուրիշ տեղերից, ուրիշ երկրներից ինֆլուենսներ կա։ Էրդողանին 2 օր առաջ վերադարձավ եւ այդ բռնաճնշումները սկսեցին, ասենք 37 թվի հոտ է գալիս, դա կապ տեսնում եք դրա մեջ։ Կարող է լինել։ Անշուշտ տեսնում ես, բայց չես էլ ուզում արագ այդ ծայրահեղության գաս։ Գուցե այս կառավարությունը այդ առիթը օգտագործավ այդ վիզիտի, որ դրանից հետո գա այս ձերբակալություններ անի։ Այդ էլ ուրիշ մի խնդիր է։ Զանազան պատճառներ կան, հերիք չեմ իմանում, որ կարողանամ այստեղից նստել եւ խոսել։ Մեր եւ վերջին հարցը, գիտեմ դուք էլ եք շտապում, մեր Սփյուռքի մասին, այսօր ինչպիսի իրավիճակ է մենք արդյոք բավարարչափ ուժ ունենք այսօրվա իրավիճակում մեր խոսքը տեղացնելու, որտեղ նույնիսկ Ուկրաինայի մասին այսօր չեն հիշում, թե ինչ է կատարվում Ուկրաինա, որտեղ այս Իրան-Իսրայելը փակեց, ել չեմ ասում Հայաստանի մասին ընդհանրապես, մենք ինչ պետք է անենք այսօր, հնարավորինս հակիրճ եւ ամփոփենք, շնորհակալություն։ Նայեք, Ամերիկայի պես երկիր շատ չկա, որ իրավունք է տալի եւ առիթ է տալի, որ Պարսկաստանից ծնված հայ գա եւ առիթ ունենա ընտրական պաշտոնյայի մեջ լինի։ Երկրորդ ամենախոշոր քաղաքի քաղաքային խորհրդի անդամ։ Եվ դրանից էլ առաջ նահանգի մեջ անդամ լինեն։ Եվ այս ասում եմ միայն այդ միտքով, որ այս երկրի մեջ մենք իրավունք ունենք, եթե խելոք ձևով առաջացնենք մեր խնդիրները, ուժով կարող ենք այդտեղ հասնել, որ մեր ձայնը հաշվի է ենթարկվում։ Միայն պետք է խելոք ձևով անել եւ չպետք է 10 տարբեր ձայներով անել։ Պետք է սովորենք իմանանք գանք ինչպես մեկ ձայն, մեկ համայնք եւ մեր պարտադրանքները մեկ ձայնով առաջացնել։ Այո։ Շատ շնորհակալ։ Իդեպ եւս մեկ հարց Փոլ Գրիգորյանը, որ նախկինում դուք իր տարածքից ընտրվեցիք, քանի որ ինքը դուրս եկավ, նախկինում քաղաքային խորհրդի
Նաև նախագահներ։ Հիմա ով է նախագահը։ Հիմա Marquis Harris Dawson-ն է։ Այո։ Շնորհակալ եմ պարոն Նազարյան, եւ վերջում եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու, խնդրեմ եւ ավարտենք։ Շնորհակալ եմ նորից, որ ինձ ընդունեցիր։ Մեկ միտքով կուզենայեմ թողնել այս զրույցը։ Լոս Անջելեսի շրջանում շատ հայ համայնքի անդամներ կան, որ մտահոգություն ունեն իրենց ընտանեկան անդամների համար, որ գուցե այստեղ են անօրինական ձևերով, միջոցներով, եթե օգնություն պետք ունեն, եթե վտանգի մեջ են զգում, եթե օգնություն պետք ունեն կանոնական տեսակետից, law immigration-ի տեսակետից օգնություն պետք ունեն, խնդրում եմ զանգեք Armenian Bar Association-ը 818-660-6898 Իրավաբանների հայկական միություն։ Այո, իրենց զանգեք եւ իրենք կարող են օգնություն տալ, կան ուրիշ խումբեր, կա Չիրլան եւ կա Բեթզեդեկը, հարավային ամերիկական եւ հրեական խումբեր են այս դրանք։ Դրանց թիվերն էլ կարող եմ տամ, Չիրլան 213 353 1333 եւ Բեթզեդեկը 323 939 0506 Եվ եթե այս թիվերը պետք ունեն կամ ուրիշ որևէ օգնություն պետք ունեն, կարող են իմ գրասենյակը զանգեն եւ մենք կարող ենք օգտակար լինենք։ Շատ շնորհակալ եմ, պարոն Նազարյան, կարծիքի զրույցի եւ մանրամասների համար։ Սիրելի հայրենակիցներ, իմ հյուրը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։